Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված։ Հակառակորդը հատկապես վերջին օրերին ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը։ Նկատենք, որ առաջնագծում իրավիճակը նույնն էր նաեւ նախորդ տարի նույն այս ժամանակահատվածում։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սա համարում է ցիկլային ժամանակահատված, նշելով, որ տարվա այս եղանակին, երբ գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է, թշնամին դիմում է նման գործողությունների։ Ըստ քաղաքագետի ադրբեջանական կողմի ակտիվության այլ պատճառներ եւս կան։ Ոսոխը շատ լավ գիտի, որ Հայաստանը չի կարողանում արտագաղթը կասեցնել կամ չի ուզում, չի արվում այն աշխատանքը, որ պետք է արտագաղթը կասեցվի, ուրեմն դրա համար սահմանային գոտում ստեղծում է լարումներ, անհանգստություն, իհարկե դրանով նաև նախոճնդոտում է դրսում ներգաղթի տրամադրությունների առաջացմանը, բարձր է, չէ, անհանգիստ է, չեն ուզում վերադառնալ եւ երկրորդը տաքացնում է արտագաղթը, ուրեմն սա ընդհանրապես էլի, իսկ մասնավորապես նաև միջազգային հանրությանը ուզում է ասել, որ հարց ունենք, չլուծված հարց ունենք, եթե դուք մեզ չօգնեք, ուրեմն մենք անպայմանորեն այս հարցը տակ կպահենք եւ այլն։ Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ նշում է, առաջնագծում առկա լարվածությունն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Պաշտոնական Բաքվի սադրանքները նաեւ ներքին լսարանի համար են, ցույց տալու համար, որ Հայաստանը արտաքին թշնամի է եւ որ իդ ունեն չլուծված խնդիր։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը դիմում է նման գործողությունների, ինչն արդեն տարօրինակ չէ, կարծում է ադրբեջանագետը։ Իհարկե, երբեմն լինում են դեպքեր, երբ ասենք կոնկրետ իրադարձությունների հետ են կապված, հա, ասենք ենթադրենք ինչ-որ կարևոր հանդիպում լինի, կարևոր իրադարձություն լինի, եւ ի վերջո չմոռանանք, որ այդ Բաքվում այս եվրոպական խաղերից հետո, այսինքն Բաքվում եվրոպական խաղերի ժամանակ կարծես իրավիճակը մի փոքր ավելի հանդարտ էր, հա, եւ դրանից հետո արդեն պետք էր մի նոր, այսպես ասած, պորցիա, հա, ագրեսիայի մի նոր պորցիա, որպեսզի ներքին լսարին այդ ամեն ինչը մատուցվի, որ տեսեք հայերը այժմ կրկին լարում են սահմանան իրավիճակը համենայնդեպս նրանց մոտ դա այդպես է ներկայացվում։ Հարցին, թե որքանով իրավիճակի սրման ազդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիկի հայտարարությունը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, թե այս ամենում Օրլիկը դերակատար չէ։ Ուղղակի, երբ նրանք հայտնվում են ասպարեզում, Ադրբեջանին տալիս է առիթ հիշեցնելու ծառայեցված պատերազմի մասին։ Խուլիգանին առանձնապես բանել պետք չի, որ էլի խուլիգանության առիթ տանենք, առիթը կտեսնեք անի, Թուրքիա այդպեսին է, էլի, իր քաղաքական մշակույթը այդպեսին է, իր պատմությունն այդպեսին է, ուրեմն սրանց ոչ մեկը մեզ համար վախենալու չեն, մեզ համար մահացուցիչը, մահը արտագաղթն է եւ նրանք այս թելիվերը խաղում։ Օրլիկի հայտարարության ֆոնին, այսպես ասած, այդ համատեքստում այսպիսի իրավիճակի լարումը Ադրբեջանում կարող են ներկայացնել որպես հետեւյալ կերպ, որ տեսեք Օրլիկը անում է նման հայտարարություններ տարածքների վերադարձների, իսկ հայերը փորձում են լարել իրավիճակը սահմանում, հա, որպեսզի ցույց տան, որ տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող, անվտանգության գոտի, այսինքն ես այժմ ներկայացնում նրանց տեսանկյունից, հա, նրանց պետական քարոզչության տեսանկյունից, թե նրանք ինչ կարող են ներկայացնել իրենց ներքին հանրությանն, իրենց ներքին լսարանին, հա։ Այս առումով որոշակիորեն իհարկե կարող է կապված լինել Օրլիկի հայտարարության հետ, սակայն նորից եմ կրկնում, իրավիճակը օրինաչափ է բավական։ Սահմանային լարվածությունները ժամանակ առ ժամանակ տեղի ունենում են։ Իսկ թե կա արդյոք լայնածավալ գործողությունների վտանգ, Լևոն Շիրինյանի կարծիքով հնարավոր պատերազմի վերսկսումը չի բացառվում, սակայն իրավիճակն այդ աստիճան լարված չէ։ Իսկ Սարգիս Ասատրյանն էլ նշեց, թե պատերազմը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին, հետևաբար նման արկածախնդրության նրանք չեն գնա։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ հայկական կողմը նախահարձակ լինի եւ չբավարարվի միայն պատասխան գործողություններով։ Պետք չի սպասել, որ այդ անընդհատ երթվել, որ մենք չենք անում, կարծես ինչ-որ մամայի երթում են տալիս, էլի։ Հորս արև, այս բանը ես չեմ արել, ինք արեց, ես խփեցի։ Կանխարգելի չարվածները պարտադիր են մեր կողմից։ Առաջնագծում իրավիճակի կայունացումն զրուցակիցներից չի ուշանա, ինչ վերաբերում է գերտերությունների գործողություններին, ապա Սարգիս Ասատրյանի արարողակարգային հայտարարությունների պակաս երբեք էլ չի եղել, բայց դրանից Ադրբեջանը չի սթափվել, հետևաբար նշում է, պետք է ապավինել Հայաստանի զինված ուժերի պատրաստվածությանը։